Դուք վախենում եք ազատվել ավելորդ իրերից, որովհետև վախենում եք սխալվել, իսկ եթե այդ իրը ձեզ պետք կա։ Բանն այն է, որ ավելորդ իրերը հենց նրա համար էլ ավելորդ են, որ մեզ երբեք պետք չեն գա, իսկ եթե այդ հավանականությունը նույնիսկ կա որոշակի տոկոս, ապա այն նախ շատ քիչ է և մի վախեցեք, եթե դուք տարիներ շարունակ կապրեք առանց այդ ավելորդ իրերի, թեթևության և հարմարավետության մեջ և մի օր ձեզ իսկապես հարկավոր կլինի հենց այդ իրը, ինչի հավանականությունը շատ մոտ է 0-ին, վստահեցնում եմ ձեզ, դուք արժանի եք, դուք ձեռք կբերեք այդ իրը կրկին, կամ կփոխարեք որևէ մեկից, կամ կվարձակալեք որևէ մեկից, որևէ վախենալու բան չի լինի, չի պատահի։ Եթե դուք սահմանափակեք ձեր պատառաքաղների քանակը 12-ով և ինչ-որ մի օր ձեզ հյուր կգան 7 մարդ, 8 մարդ և դուք օրինակ դեսերտի ժամանակ ստիպված կլինեք արագորեն լվանալ պատառաքաղները կամ գործածել մեկանգամյա պատառաքաղ, իմացեք, որ այդ ամենի լուծումը կա և այդ ամենի պարգևատրումն է ամիսներ շարունակ ձեր հանգիստ կյանքը, ինչի համար պահել անհամաչափ քանակության ափսեներ, իրարից տարբերվող չափերով, որ իրար վրա դասավորելը անգամ դժվար է։ Ես խորհուրդ եմ տալիս այսօր ավելորդազերծել ձեր ափսեները ու նաև միաժամանակ մտածել այնպիսի ափսեներ ձեռք բերելու կամ փոխարինելու մասին, որոնք որ կլինեն միատոն, միանման, բոլորը նույնանման։ Կարող եք վերցնել պարզ գույները, ինչ եմ արել ես վերցրել եմ սպիտակ գույնի ափսեներ, որ կարող եք նաև տարբեր կոլեկցիաներից համադրել, բայց նույն սրահից ձեռք եմ բերել ափսեներ միանման, որոշակի քանակությամբ հաշվարկել եմ այն քանակը, ինչքան է ինձ հարկավոր մեկ օրվա ընթացքում, որովհետև էսպես թե էնպես օրվա վերջ այդ քանակությունը սպառվում է և հաջորդ օրը աման լվալու մեքենայի օգնությամբ կարող ես չոր և ամեն բան արդեն լվացված տեղավորել նորից դարակներում, այսինքն ես չեմ պահում հյուրերի համար ափսեներ, ավելի գեղեցիկ ափսեներ, էլ ավելի գեղեցիկ ափսեներ, ընտրել եմ իմ ճաշակին համահունչ սպիտակ ափսեներ, որոնք ինձ երջանկացնում են ամեն օր և ես ոչինչով պակաս չեմ իմ հարգարժան հյուրերից և կիրառում եմ այդ նոր և գեղեցիկ և ինձ հաճույք պարգևող ափսեները ամեն օր։ Նույնը պետք է վերաբերի բոլոր մյուս տան պարագաներին։ Պարզապես այսօր վերցնում եք աղբի տոպրակը և ավելորդազերծում եք ձեր ափսեների դարակաշարը։ Միայնակ ափսեները, միայնակ բաժակները, միայնակ պատառաքաղերին էլ կարող եք անդրադառնալ։ Այն ամենը, ինչը որ ուղղակի պահել եք պահելու համար, հաճույք չեք ստանում այն գործածելուց։ Մտածեք այն ուղղությամբ, որ փոխարինեք դա թողնեք միայն այն ափսեները, որոնք որ շատ հաճելի են ձեզ, որոնք որ տոն կպարգևեն ձեզ ամեն օր։ Հավատացեք, դուք արժանի եք ունենալ մաքուր և հարմարավետ տուն։